Եվ այսպես 93-ի հունիսի 12-ին մենք կորցրինք Ավոյին, սակայն կյանքը շարունակվում էր ու պատերազմն էր շարունակվում։ Եվ երկար ողբալու ժամանակ չկար։ Մեզ նոր մարտահրավերներ էին սպասում։ Հունիսի 14-ին անսպասելի կարճատև այցով Ստեփանակերտ այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի ուղեկցությամբ։ Ինչպես հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ Գերագույն խորհրդի մամլոք քարտուղար Գեղամ Բաղդասարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության և պաշտպանության պետական կոմիտեի համատեղ նիստին։ Դրա ավարտից հետո տեղի ունեցավ Գերագույն խորհրդի նախագահության արտահերթ նիստ, որտեղ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գյորգի Պետրոսյանը, որը ինչ-ինչ հակասություններ ուներ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, չխորանանք դրանց մեջ, հրաժարական տվեց։ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Կարեն Բաբուրյանը, որը հետագայում արդեն 1995 թվականին ընտրվեց երկրորդ գումարման Գերագույն խորհրդի նախագահ։ Ըստ նախնական պայմանավորվածության Հայաստանի նախագահը պիտի հանդիպեր լրագրողներիս հետ, սակայն նա ըստ երևույթին մտափոխ եղավ և Գեղամ Բաղդասարյանը ստիպված էր արդարանալ նրա փոխարեն, ասելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստացել է հաջորդ այցի ժամանակ անպայման հանդիպել մեզ հետ։ Հիշում եմ, այդժամ Armenpress-ի թղթակից Շուշանիկ Աբրահամյանը խայթեց. եթե ամեն անգամ Արցախ գալով Հայաստանի նախագահը մի շրջան պիտի հանձնի, խոսքը Քարվաճառի մասին էր, ապա ավելի լավ է չգա։ Քարվաճառն իհարկե չհանձնեցինք, սակայն խոսակցություններն այն մասին համառորեն պտտվում էին, որտեղից, ինչու, հասկանալի չէր։ Այսպես թե այնպես մեր երիտասարդ նորանկախ հանրապետության օրենսդիր մարմնում կադրային լուրջ փոփոխություն տեղի ունեցավ, և դա չէր կարող խոսակցությունների տեղիք չտալ։ Բարեբախտաբար թեման շուտով սպառվեց և ամեն ինչ մտավ իր բնականոն հունի մեջ, այլապես թշնամին կարող էր օգտվել մեր ներքին տարաձայնություններից ու իր վրա դրված ծանր ու պատասխանատու պարտականությունները շարունակում էր պատվով կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեն։ Սովորաբար նրա գործունեությունը, ինչպես ասում են, կադրից դուրս էր մնում, քանզի ժամանակներն էին այդպիսին, պատերազմ էր, ռազմական դրություն։ Այս կադրերը թերևս բացառություն են, որ հրաշքով պահպանվել են մեր տեսաարխիվում։ Պաշտպանության պետական կոմիտեի ընդլայնված նիստում, որին մասնակցում էին նաև հանրապետության հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ, պատասխանատու աշխատողներ, լրագրողներ, քննարկվեցին հրատապ հարցեր, կապված թե արտաքին քաղաքական հարցերի, ընդհանուր իրավիճակի և թե ներքին տնտեսական խնդիրների հետ։ Դրանց շուրջ ելույթ ունեցան Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և առաջին տեղակալ Բորիս Հարոշանյանը, որոնք միաժամանակ պատասխանեցին նաև ներկաներին հուզող հարցերին։ Ինչ խոսք, որ Պաշտպանության պետական կոմիտեի գերխնդիրը մնում էր երկրի պաշտպանունակության ամրապնդումը, նրա սահմանների անառիկությունը, թշնամու կրակակետերի ոչնչացումը, հայկական գյուղերի ազատագրումը։ Մի խոսքով պատերազմ էր, ինչին էլ ուղղված էին բոլոր ռեսուրսները, մարդկային ամբողջ ներուժը։
Այժմ ձեր էկրաններին դուք կտեսնեք կադրեր, որոնք պատմում են այն օրերի մայրաքաղաքի, նրա առօրյայի մասին, եթե իհարկե կարելի է առօրյա համարել պատերազմական օրը։ Իսկ հարաբերական անդորի պահին կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումների միջև նույնիսկ կազմակերպվում էին ֆուտբոլային մրցաշարեր։ Մարտադաշտին փոխարինում էր մարզադաշտը, որտեղ նույնպես անզիջում պայքար էր ընթանում։ Պարոն Պետրոսյան, չնայած Արցախում շարունակվում է պատերազմը, այսօր կազմակերպում են մրցումներ ֆուտբոլի գծով եւ այդ մրցումների մասնակիցները հենց կռվող տղաներն են։ Ճիշտ ասած, երբ որ տեսել ենք, որ արդեն մի քիչ զինադադար է, մի քանի օր, սկսեցինք հասկացնել մրցումներ, որպեսզի ֆիզիկական պատրաստականություն եւ բայովի պատգատովկան լավ հիմքերի վրա լինի։ Հիմա ցենք ասում ենք, որ մրցումները մեր գնդի, որը մասնակցում են 16 թիմ, երկու ենթախմբով, որից հետո ամեն մի առաջ տեղի բռնողները խաղալու են առաջ տեղի համար եւ երկրորդ տեղը երրորդ տեղերի համար։ Ուրեմն մրցումները անցկացում բոլոր համարյա մեր բատալոնները մասնակցում են, այդ թվում եւ տանկիստները, եւ արտիլերիան, եւ սվյազիստները, եւ կոմենդանտսկի, ավտոստուժբան։ Դու ասես նա մոտ 200 քանի հոգի, 250 հոգի ֆիզիկական պատրաստություն իրենց բարձրացնում են։ Այսպիսին էր Ստեփանակերտն այն օրերին։ Այժմ տեսնենք, թե ինչ էր կատարվում մայրաքաղաքից դուրս։ Մայրաքաղաքից դուրս բնականաբար նույնպես պատերազմ էր։ Հայ ազատամարտիկները շարունակում էին մեկը մյուսի ետևից ազատագրել Մարտակերտի շրջանի գյուղերը։ Եվ ահա հերթը հասավ շրջկենտրոնին, որտեղ թշնամու մեծ ուժեր էին կուտակված։ Սակայն մերոնց այնուամենայնիվ հաջողվեց կոտրել թշնամու դիմադրությունը եւ շուրջ 1 տարվա գերությունից հետո հայաշունչ Մարտակերտը նորից հայինը դարձավ։ Ավելի լավ է դիտենք այն օրերին կատարած նկարահանումները, որոնք կատարել են իմ գործընկերները։ Внимание! Пуск!
Düşman karrası yekin. Ты не знаешь, что ты с Аликом То должен работать? тормозители саселю.
արի թեկուզ վերջին անգամ թեկուզ քայլով դժկամ միայն արի թեկուզ քայլով դժկամ միայն արի թեկուզ բերես դուն ինձ նոր բաժանման թախից անդարձ գնաս նորից միայն արի թեկուզ ուրիշ կրգից միայն արի անդարձ գնաս նորից միայն արի թեկուզ անսեր անսիր թեկուզ խայթող ու բիր թեկուզ քայլով դժկամ միայն արի թեկուզ քայլով դժկամ միայն արի թեկուզ բերես դուն ինձ մի նոր դավի կսկից անդարձ գնաս նորից միայն արի անդարձ գնաս նորից միայն արի անդարձ գնաս նորից միայն արի թեկուզ ուրիշ գրկից միայն արի թեկուզ ուրիշ գրկից միայն արի միայն արի միայն արի Հակառակորդի այս պարտությունները էլ ավելի արագացրին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազլ Էլչիբեի հրաժարականը, որն ընտրվել էր ընդամենը 1 տարի առաջ եւ այդպես անփառունակ ավարտեց իր քաղաքական կարիերը։ Այստեղ նպատակահարմար եմ գտնում ցուցադրել հատվածներ լրագրող Ալեքսանդր Նևզորովի Գերանբոյի գումարտակը ֆիլմից, որը նույնպես նկարահանվել է 93-ին, երբ հայկական զորամիավորները սկսեցին իրենց անկասելի հաղթարշավը։ Ենթադրում եմ, որ Նևզորովը երևի ուզում էր դրական ֆիլմ պատրաստել ազերական բանակի զորամասերից մեկի մասին, բայց ստացվել է հակառակը, ցուցադրվել է բարոյալքված գումարտակի խայտառակ պարտությունը։ Գերանբոյսկի բատալիոն Машина. Куда попали? В машину. Куда? Yok, onu çömelim. Давай. Он başını vurdu. Gel. Tamam. Ben ne zaman vereceğim? Ben bunu koymayayım ben ha. Ay çatı bagajlar var tamam. Bırak bir yerine geçsin bunu bak. Benim bir gelenler biz öyle misin? Evet zorla değil. Ay göbeğiyle de elini son yok. Ne olur getir de. Bırak kalkıyor. Hayır.
Отходим, Юра. Пошли. Боишься? Пошли, да, пошли. Не боишься? Что там, если побежали, быстро. И вправо идем. Кстати, создалось впечатление, что численность не играет особой роли в этой войне. Что если бы было в 2 раза больше там сейчас на высотке, то в 2 раза больше бы и побежало. Так точно. Но то, что в 3 раза больше было бы, в 3 раза больше бы побежало. Сколько тебе лет, малыш? 17. Сколько? 18. Слушай, вы крепко попали, а? Да. Еле-еле вышли. 5 минут. Все. Умерли бы мы все вместе с вами. Бегство геранбойского батальона с позиции мгновенно породило панику по всей линии обороны. Начались захваты автобусов, вывозивших раненых. Ребята, держитесь, крепитесь. Надо. Командир, ходи, как Что, почему плачешь? Делали бабки. Только одно. Деньги наживы. Больше ничего их не волнует. Ни жизни, ни кровь, ничего не волнует. Он знал прекрасно, что он сейчас это сделает, и завтра его самолет улетит, увезет. Беглых геранбойцев перехватывали и доставляли в Тартер, в ставку генерала Садыхова. Сколько человек привезло раненых? Сколько человек привезло раненых, говорю? O başka mıydı o iler? Tekerin ayyaş. Это что такое? Я тебе еще раз говорю. Кто там паникует, кто паникует, я тебе разрешаю расстреливать. Սա նույնպես Էլչիբեի օրոք էր, որին փոխարինելու պիտի գար Հեյդար Ալիևը, իր ժողովրդին խոստանալով վերջնականապես լուծել Ղարաբաղի խնդիրը։ Թե ինչ եղավ իրականում, գիտենք բոլորս։ Սակայն դեպքերից առաջ չընկնենք, հետևենք, թե ինչպես զարգացան դրանք։ Այդպիսին էր մեր հաղորդաշարի 34-րդ թողարկումը։ Առայժմ